Բարև ձեզ, սիրելի երեխաներ։ Այսօր ուզում եմ ձեզ համար պատմել ևս մի ուսուցանող առակ։ Ուրա, ուրա, հեքիաթի ժամը եկավ։ Այսօր ձեզ համար կպատմեմ Աթաբեկ Խնկոյանի առակներից մեկը՝ Գայլն ու գառը։ Այս առակը պատմում է այն մասին, թե ինչպես անարդար մարդիկ հաճախ պատճառներ են հորինում, որպեսզի վնասեն նրանց, ովքեր չեն կարող իրենց պաշտպանել։ Կյանքում միշտ չէ, որ ուժեղը ճիշտ է լինում, իսկ թույլը սխալ։ Այն մեզ հիշեցնում է մի կարևոր ճշմարտություն՝ լինել բարի, լինել արդար եւ երբեք չօգտագործել ուժը անարդարություն գործելու համար, որովհետեւ իրական ուժը ոչ թե վախեցնելու մեջ է, այլ պաշտպանելու։ Մի ամլիկ գար իրեն համար ջուր էր խմում արվակից։ Մեկ էլ դեմի ձորակից գայլն է կտրում վերևը, խոսքին տալով էս ձևը։ Էս ինչ լրբություն, ինչ հանդգնություն, այ դու փսլնքոտ, ոչխարի լակոտ, դու ինչի տերես, որ գազ դնչով, քթով պնչով ջուր սպղտորես, բռնեմ դունչըտ, կտրի շունչըտ։ Մի բարկանար, պարոն Գայլ, քեզնից ցած եմ քանի քայլ։ Էնպես բան ես ասում, որ… Սուտ եմ ասում, այ լխպոր, էդել չլինի հերվանը, չեմ մորացել եմ բանը, որ հենց էստեղ, նույն օրը, հայհոյեցին իմ հորը։ Մի տարեկան դեռ չկամ։ Եղբայր դեր, անզգամ։ Ես մի ցին եմ, մինուճար։ Խնամի դեր անպատճար, կամ մեկը ձեր պիղծ ցեղից, էլ ժաշ չգաս քո տեղից։ Ձեր շների, հովիվների, ոխը քեզնից ես հանեմ։ Տես, գլուխտ ինչ բերեմ։ Ասավ, հասավ գարանը, արավ, թրավ անտարը։ Էստեղ ինչն է գլխավոր, ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր։